Ինչ արժե ձեր երեխայի ապագան, իսկ եթե գինը ձեր ազատությունն է, մի սուտ, որը պետք է փրկեր, բայց դարձավ անեծք։ Պատկերացրեք, դուք զոհում եք ամեն ինչ, ձեր ազատությունը, ձեր անունը, 4 տարի դուք սպասում եք բանտում, դուք երազում եք միայն մեկ բանի հասին՝ վերադառնալ և տեսնել ձեր երեխային հաջողակ։ Դուք վերադառնում եք, բայց տանը ձեզ սպասում է ոչ թե հերոս, այլ մի մարդ, ում դուք կործանել եք ձեր սիրով։ Այս պատմության մեջ մենք ցույց կտանք, ինչպես մոր սերը կարող է սպանել, ինչպես մի սուտը քանդում է 2 կյանք, բայց ամենակարևորը, մենք կբացահայտենք այն մեկ ճակատագրական սխալը, որը թույլ տվեց մայրը, այն պահը, երբ դեռ ուշ չէր ամեն ինչ փոխելու համար։ Իսկ ինչ կլիներ, եթե նա ընտրեր ճշմարտությունը։ Պատրաստվեք մի պատմության, որը կստիպի ձեզ կասկածի տակ դնել ամեն ինչ, իսկական սիրո մասին։ Բաժանորդագրվեք հիմա, գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք քանիսն ենք մենք։ Այդ խոստովանությունը կոտրեց լռությունը։ Լևոնը նայեց մոր արցունքոտ աչքերին։ Նրա մեջ ինչ-որ բան վերջնականապես փոխվեց։ 4 տարվա վախը անհետացավ։ Դրան փոխարինեց մի սառը վճռականություն։ Լևոն. Ես այլևս չեմ կարող այսպես։ Ես պետք է գնամ։ Անահիտ. Ուր որդիս, ինչ ես անելու։ Լևոն. Այն, ինչ պետք է անեի 4 տարի առաջ։ Նա վերցեց բաճկոնը և շարժվեց դեպի դուռը։ Անահիտը չփորձեց կանգնեցնել նրան։ Նա հասկացավ. սա այլևս իր որոշումը չէր, սա իր որդու ճանապարհն էր, իրական ազատության ճանապարհը։ Ոստիկանական բաժին, նույն սառը միջանցքները։ Լևոնը մտավ քննիչի սենյակ։ Քննիչը տարիքն առել էր, բայց նա միանգամից ճանաչեց Լևոնին։ Քննիչ. Ես քեզ հիշում եմ, ինչով կարող եմ օգնել։ Լևոն. Ես եկել եմ խոստովանելու։ 4 տարի առաջվա վթարի համար։ Ես էի ղեկին, ոչ թե մայրս։ Քննիչը երկար նայեց նրան։ Հետո դանդաղ գլխով արեց։ Կարծես նա միշտ էլ գիտեր ճշմարտությունը։ Կարծես նա սպասում էր այսօրվան։ Անահիտի համար սկսվեց նոր սպասում, բայց այս անգամ այն լուսավոր էր։ Նա գիտեր, որ որդին ճիշտ ուղու վրա է։ Նա ազատ էր, իսկական ազատությամբ։ Նրա զոհաբերությունը վերջապես իմաստ գտավ։ Ոչ այն իմաստը, որը նա էր պլանավորել, այլ շատ ավելի խորը և ճշմարիտ։ Նրա սխալը դարձավ որդու փրկության սկիզբը, ոչ թե մարմենի, այլ հոգու։ Անցավ ևս 1 տարի։ Բանտի տեսակցությունների սենյակ։ Ապակու այն կողմում Լևոնն էր։ Նա փոխվել էր։ Նրա հայացքում հանգստություն կար և ուժ։ Անահիտ. Ինչպես ես որդիս։ Լևոն. Լավ եմ մամ։ Ես այստեղ գրքեր եմ կարդում, պատրաստվում եմ։ Անահիտ. Ինչին ես պատրաստվում։ Լևոնը ժպտաց։ Առաջին անգամ անկեղծ ժպտաց։ Լևոն. Երբ դուրս գամ, նորից կփորձեմ ընդունվել բժշկական։ Ես բժիշկ եմ դառնալու։ Ես կփրկեմ կյանքեր, ոչ թե ուրիշի հաշվին, այլ իմ սեփական ուժերով։ Անահիտի աչքերը լցվեցին արցունքով, բայց դրանք ուրախության արցունքներ էին։ Նա վերջապես տեսավ իր որդուն, ոչ թե թույլ տղայի, այլ ապագա տղամարդու, ով սովորեց ամենակարևոր դասը։ Իսկական սերը ոչ թե պաշտպանում է պատասխանատվությունից, այլ ուժ է տալիս այն կրելու համար։ Իսկ դուք համաձայն եք այս մտքի հետ։ Ինչ եք կարծում։ Արդյոք կարելի էր այլ կերպ վարվել։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Այդ խոստումը հնչեց բանտի լռության մեջ։ Այն հույսի շող էր, բայց այս ամենը սկսվել էր շատ ավելի վաղ։ Այն ժամանակ, երբ ապագան դեռ պարզ էր թվում, իսկ ընտրությունները հեշտ։ Ամեն ինչ սկսվեց քննություններից 1 շաբաթ առաջ։ Այն օրը տունը լի էր գրքերի հոտով և Անահիտի անհանգստությամբ։ Լևոնը սովորում էր օրերով, բայց մոր համար դա քիչ էր։ Նա անընդհատ սենյակ էր մտնում, բերում էր թեյ կամ ուտելիք։ Նրա հոգատարությունը խեղդող էր։ Անահիտ, կեր որդիս, ուղեղիդ ուժ է պետք։ Մամ, ես չեմ ուզում, ես պետք է կենտրոնանամ։ Անահիտ, դու պետք է ընդունվես, դա քո պապիկի երազանքն էր։ Նա միշտ հիշեցնում էր պապիկի մասին, ով բժիշկ էր և ում կյանքը խլել էր երկրաշարժը։ Այդ օրը Անահիտը դեռ երեխա էր։ Նա ողջ մնաց մոր մարմնի շնորհիվ։ Այդ օրը նա երդվեց, որ իր երեխային կպաշտպանի ամեն ինչից, ամեն գնով։ Այդ երդումը դարձավ նրա կյանքի իմաստը։ Դուռը զանգեցին։ Հարևանուհին էր, Սոնան, Անահիտի մանկության ընկերուհին։ Նա միակն էր, ով գիտեր անցյալի մասին։ Սոնա. Անահիտ, թող երեխան հանգիստ շնչի, նա արդեն մեծ տղա է։
Անահիտ, նա իմ երեխան է, ես պետք է նրա կողքին լինեմ։ Սոնա, դու նրան օդ չես տալիս շնչելու, դու նրան կկոտրես։ Անահիտը չլսեց։ Նա համոզված էր իր ճշմարտացիության մեջ։ Նա չէր տեսնում, որ իր սերը վանդակ է դառնում։ Նա չէր զգում, որ Լևոնի մեջ բողոք է հասունանում։ Մի բողոք, որը շուտով պայթելու էր և ավերելու էր ամեն ինչ։ Իսկ ինչ կլիներ, եթե նա լսեր ընկերուհու խորհուրդը։ Այդ բողոքը հասունանում էր դանդաղ, բայց անշեղորեն։ Ճնշումը դառնում էր անտանելի։ Եվ ահա եկավ այն երեկոն, երբ ամեն ինչ պայթեց։ Լևոնի ընկերները զանգահարեցին։ Նրանք նշում էին քննությունների ավարտը։ Լևոնը ուզում էր գնալ, գոնե 1 ժամով։ Լևոն, մամ, խնդրում եմ, ընդամենը մի քիչ։ Անահիտ, ոչ Լևոն, դու պետք է հանգստանաս, վաղը կարևոր օր է։ Նրա ձայնը երկաթի պես էր։ Այդ պահին Լևոնի մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Նա այլևս չէր կարողանում ենթարկվել։ Նա տեսավ սեղանին դրված բանալիները, մոր մեքենայի բանալիները։ Նա վերցրեց դրանք և անաղմուկ դուրս եկավ տանից։ Գիշերային փողոցը դատարկ էր, անձրև էր մաղում։ Լևոնը մեքենան վարում էր արագ։ Երաժշտությունը բարձր էր միացրած։ Նա զգում էր ազատություն։ Մի ազատություն, որը շուտով պիտի վերածվեր մղձավանջի։ Հեռախոսը զանգեց։ Նա մի պահ շեղվեց։ Այդ մի պահը բավական էր։ Մեքենայի լույսերի տակ հայտնվեց մի մարդ։ Կտրուկ արգելակ։ Ճիչ, հարվածի խուլ ձայն։ Ամեն ինչ լռեց։ Լևոնը դուրս եկավ մեքենայից։ Նրա ոտքերը դողում էին։ Ասֆալտին մարդ էր ընկած։ Անշարժ։ Խուճապը պարալիզեց նրան։ Նա չգիտեր ինչ անել։ Նա հանեց հեռախոսը և զանգեց միակ մարդուն, ով միշտ գիտեր ինչ անել։ Լևոն, շշուկով. «Մամ, ես մարդ եմ խփել»։ Նրա ձայնը կտրվեց։ Հեռախոսի մյուս ծայրում լռություն էր, իսկ հետո հանգիստ, վստահ ձայն, որը խոստանում էր փրկություն։ Բայց ինչ գնով։ Այդ ձայնը փրկություն էր խոստանում, բայց գինը սարսափելի էր։ Անահիտը հասավ դեպքի վայր։ Ոստիկանության լույսերը պտտվում էին։ Նա տեսավ Լևոնին։ Որդին կանգնած էր անձրևի տակ, կորած և վախեցած։ Այդ պահին Անահիտի համար ժամանակը կանգ առավ։ Նրա որդու ապագան, բժշկական համալսարանը, ամեն ինչ փլուզվում էր։ Ոստիկանը մոտեցավ։ «Ոստիկան, սա ձեր մեքենան է, ձեր որդին էր ղեկին»։ Անահիտը նայեց Լևոնին, հետո նայեց պատգարակին։ Նրա մեջ մի բան սառեց։ Նա հիշեց իր երդումը, փլատակների տակ տված երդումը։ Նրա դեմքը քարացավ։ Հիվանդանոցի միջանցքում նրանք սպասում էին։ Լևոնը լալիս էր անդադար։ «Լևոն, իմ կյանքը վերջացավ, ես բանտ կգնամ»։ Անահիտ. «Ոչ, դու բանտ չես գնա»։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց վճռական։ Անահիտ. «Լսիր ինձ, ուշադիր, ես էի ղեկին»։ Լևոնը ապշած նայեց մորը։ Լևոն. «Ինչ, բայց դա սուտ է»։ Անահիտ. «Դա կարևոր չէ, կարևորը քո ապագան է։ Դու կսովորես, կդառնաս բժիշկ, կփրկես կյանքեր։ Սա կլինի քո քավությունը»։ Լևոն. «Ես չեմ կարող թույլ տալ»։ Անահիտ. «Դու կանես այն, ինչ ես եմ ասում։ Ես քո մայրն եմ, սա իմ որոշումն է»։ Լևոնը լռեց։ Նրա վախը ավելի ուժեղ էր, քան նրա խիղճը։ Նա համաձայնեց, առանց հասկանալու, որ այդ պահին կնքում է իր իսկ դատավճիռը։ Մի դատավճիռ, որից ավելի դժվար է փախչել, քան ցանկացած բանտից։ Այդ որոշումը կայացվեց հիվանդանոցի միջանցքում, բայց կնքվեց դատարանի դահլիճում։ Լռությունը ծանր էր։ Դատավորը կարդում էր դատավճիռը։ Ամեն բառը մուրճի հարվածի պես էր։ Անահիտը կանգնած էր։ Նրա մեջքը ուղիղ էր։ Նա չէր նայում Լևոնին։ Դատավոր. մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով։ Լևոնը նստած էր առաջին շարքում։ Նա ուզում էր գոռալ, ասել ճշմարտությունը, բայց ձայնը խեղդվում էր կոկորդում։ Նա տեսնում էր մորը, ձեռնաշղթաների մեջ։ Նրա հիշողության մեջ հառնեց մի պատկեր, փլատակների տակ մնացած փոքրիկ Անահիտը։ Նրա մայրը նրան փրկել էր իր մարմնով։ Հիմա իր մայրը փրկում էր նրան իր ազատությամբ։ Զոհաբերության պատմությունը կրկնվում էր, բայց այս անգամ այն այլանդակված էր ստով։ Անահիտը շրջվեց, նա նայեց որդուն։ Անահիտ.
Ամեն ինչ լավ կլինի, սովորիր։ Նրա աչքերում աղերսանք կար, որ իր զոհաբերությունը իզուր չանցնի։ Դռները փակվեցին նրա հետևից, եւ այդ պահին Լևոնի համար բացվեց մեկ այլ դուռ, խղճի բանտի դուռը, որտեղից փախուստ չկա։ Նա հասկացավ, իր ազատությունը անգին էր, նա վճարեց դրա համար իր մոր կյանքով եւ իր սեփական հոգու հանգստությամբ։ Ընդմիշտ, սա շրջադարձն էր, ամեն ինչ փոխվեց, ճանապարհ հետ չկար։ Ճանապարհ հետ չկար։ Անահիտի համար սկսվեց բանտային կյանքը։ Նա տանում էր ամեն ինչ համբերությամբ։ Նրա միակ մխիթարությունը Լևոնի նամակներն էին։ Սկզբում դրանք հաճախ էին գալիս։ Լևոնը գրում էր իր հաջողությունների մասին, որ ընդունվել է համալսարան, որ լավ է սովորում։ Անահիտը հավատում էր, նա ուզում էր հավատալ, բայց իրականությունը այլ էր։ Լևոնը չէր կարողանում սովորել, խղճի խայթը նրան հանգիստ չէր տալիս։ Նա սկսեց բաց թողնել դասերը։ Հետո հայտնվեց նոր ընկեր։ Նրա անունը Արմեն էր, նա ցինիկ էր եւ անհոգ։ Արմեն, ինչ ես տխրել, բժիշկ, արի մեզ հետ, կթեթևանաս։ Լևոնը սկզբում հրաժարվում էր, բայց մենությունը եւ մեղքի զգացումը ուտում էին նրան։ Նա գնաց Արմենի հետ։ Նա հայտնվեց մի շրջապատում, որտեղ մոռանում էին խնդիրների մասին, ալկոհոլի եւ անիմաստ զվարճանքների մեջ։ Նրա նամակները մորը դառնում էին ավելի հազվադեպ եւ ավելի ստահոդ։ Սոնա փորձում էր խոսել նրա հետ։ Սոնա, Լևոն, մայրդ քեզ համար է տանջվում, մի կործանիր քեզ։ Լևոն, դուք ոչինչ չեք հասկանում։ Նա փակվեց իր մեջ։ Նրա անկումը սկսվեց, այն դանդաղ էր, բայց անշեղ։ Անահիտի ստեղծած սուտը թունավորում էր ամեն ինչ, ամենաշատը հենց նրան, ում փրկելու համար էր այն ստեղծվել։ Իսկ ինչ էր լինելու, երբ Անահիտը վերադառնար։ Այդ վերադարձը սպասված էր, բայց ոչ այսպես։ Անցավ 4 տարի, Անահիտը դուրս եկավ բանտի դարպասներից, նրա աչքերում հույս կար, նա շտապում էր տուն, նա պատկերացնում էր իր որդուն, հասունացած, լրջացած, համարյա բժիշկ, բայց տանը նրան դիմավորեց անկարգությունը և ծխախոտի հոտը։ Լևոնը դուրս եկավ ննջասենյակից, նա նիհար էր, դեմքը հոգնած էր, նա կորած մարդու տեսք ուներ։ Անահիտ, Լևոն, մամ, դու եկել ես։ Նրանց միջև անդունդ էր, 4 տարվա ստի անդունդ։ Անահիտի երազանքները փշրվեցին, նա տեսավ ճշմարտությունը, դառը, անողոք ճշմարտությունը։ Նրա զոհաբերությունն ապարդյուն էր, նա փրկեց որդուն բանտից, բայց կորցրեց նրան։ Այդ պահին նա հասկացավ, նա ազատել էր որդու մարմինը, բայց սպանել էր նրա հոգին։ Սա գագաթնակետի սկիզբն էր, երկար սպասված հանդիպումը, որը խոստանում էր ոչ թե ուրախություն, այլ ցավ և մեղադրանքներ։ Իսկ ինչ էր լինելու հիմա, կկարողանան նրանք անցնել այս անդունդը։ Այդ անդունդը պետք էր անցնել։ Լռությունը սենյակում ծանր էր։ Անահիտը առաջինը խախտեց այն, նրա ձայնը դողում էր։ Անահիտ, համալսարանը։ Լևոնը գլուխը կախեց։ Լևոն, ես թողեցի, 2-րդ կուրսից։ Անահիտ, ինչու ինձ խաբեցիր։ Լևոն, ես չէի կարող սովորել, ձևացնել, թե ամեն ինչ լավ է, երբ դու այնտեղ էիր, իմ պատճառով։ Անահիտ, ես դա արեցի քեզ համար, քո ապագայի համար։ Լևոն, գոռում է, դու ինձանից ամեն ինչ խլեցիր, դու ինձանից խլեցիր պատասխանատվություն կրելու իրավունքը, դու ինձ դարձրիր վախկոտ։ Այդ խոսքերը դանակի պես խոցեցին Անահիտին։ Նա երբեք չէր մտածել այս տեսանկյունից։ Նա կարծում էր, որ փրկում է, բայց նա հաշմանդամ էր դարձնում։ Անահիտ, ես քո մայրն եմ, ես ուզում էի քեզ պաշտպանել։ Լևոն, պաշտպանել։ Դու ինձ բանտարկեցիր խղճի մեջ։ Գիտես, այն մարդը ողջ մնաց, բայց հաշմանդամ դարձավ։ Նրա կյանքն էլ ես կործանեցի։ Այդ պահին Անահիտը հասկացավ։ Նրա սերը կուրացրել էր նրան։ Անահիտ, լալիս է որդիս, ես սխալվեցի։ Լևոնը նայեց մորը։ Նրա մեջ ինչ-որ բան փոխվեց։ Նա մոտեցավ և գրկեց նրան։ Առաջին անգամ 4 տարվա մեջ։ Լևոն, ոչ մամ, ես եմ մեղավոր, ես պետք է կանգնեցնեի քեզ, բայց ես վախեցա, հիմա ես այլևս չեմ վախենում։ Նա վերցրեց բաճկոնը։ Լևոն, ես գնում եմ ոստիկանություն։ Այդ խոստովանությունը Լևոնի համար ազատագրում էր, իսկ Անահիտի համար իսկական փրկություն։ Նա կորցրեց իր երազանքը, բայց գտավ իր որդուն։ Անցան տարիներ, Լևոնը դուրս եկավ բանտից, նա ընդունվեց բժշկական,
Նա դարձավ հիանալի բժիշկ, նա փրկում էր կյանքեր, քավելով իր մեղքը, ոչ թե ստով, այլ գործով։ Անահիտը հպարտանում էր նրանով, նրանց սերը անցավ փորձությունների միջով և դարձավ ավելի ուժեղ։ Իսկական սերը ոչ թե պաշտպանում է սխալներից, այլ օգնում է դրանք ուղղել։ Իսկ դուք համաձայն եք, արդյոք Անահիտը ճիշտ վարվեց սկզբում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանության